Ժիրով էր կաց։ Ժիրով էր կաց։ Ավելի թողնիկի չեք հնեմ, մամ։ Ես վենտիլյատորն չի ամիացրել։ Չի ես միացրել վենտիլյատորը։ Գիշերն ընց եմ մրսեք ու երեսից։ Վիբրացիայի ռեժիմի վրա եմ ընկել։ Պարզ ինչ եմ միացրել։ Գիշերը շոկ էր, ասի միացնեմ։ Միացրի, բայց ինձ ցրտոտ էր, մի անգամից թեքեցի քո կողմ, որ ոչ շիշը վառի, ոչ կաբաբ։ Գիտես ինչի է շոկ է, որովհետև երկու վերվակում ես կանապուս։ Նայ, տես դու մեծ տղա ես, բայց պարզ բաներ չես հասկանում։ Այդ որ շոկ էր, վենտիլյատորը միացրի, հետո հասկացա, որ ցուրտ է, թեքեցի քո կողմ։ Էլի լավ էր, բայց քամին մեկ ասենց ֆռում, գալիս էր այս թիակից, այստեղ, այ հեսա։ Մրսեցի վերմակը վերցի։ Այ պապա ջան, ինչի սրա տեղը մի հատ կոշիկ չէիր բերում, կրունկը թեք մաշած, պետք չգար տանեի շպրտեի պրծնեի սրանից։ Էս ինչ ա եղել, հիմա ինչ արել ես մեր տան անկոչ հյուրը։ Ամբողջ գիշեր ես ապուշը վենտիլյատորը միացրածա թողել, երիք չի։ Մի հատ էլ վերմակս էր գողացել, ես էլ մրսել եմ, հիվանդացել եմ, տաքություն ունեմ։ Մի տարբերակ կա, որ դու էլ երբեք չհիվանդանաս, սրան պետքա ռադ անես տնից, նա քայլող վիրուս ա։ Մի հատ լավ տարբերակ էլ ես ունեմ։ Ասում եմ կարող եմ աղջակալդ բերես սառնարանի մոտ։ Կամ աղջակալդ վերցրու գնա Չուդեի գործարան, մեկա իրանց արտադրանքի մեծ մասը դու ես սպառում։ Իվան, մի քանի օր առանց մատուցող կդիմանաս, չէ, որտեվ հեսա սրա ոտերը ես ջարդելու եմ։ Չէ, թող գնա ռեստորանը բացի, դու էլ բուլեց եմ բացի ինձ համար, ու բժիշկ կանչի։ Չհասկացա ինչ բժիշկ, ես իմ ավանդական մեթոդներով քեզ կբուժեմ, կինդ սարի պես մեջքիդ կանգնած է։ Ուրեմն մի հատ է մեջքի բժիշկ կանչի։ Վերկաց գնա բացի ռեստորանը, Ժիրո։ Վերկաց։ Բայց ապուշ բաներ չանես։ Իվան, նայ հեսա գնում եմ այնքան փող աշխատեմ, որ մեր ռեստորանում նոր հաշվապահ ընդունենք։ Այ պապա ջան։ Պապա ջան։ Մատուկին իր ժամանակախ վերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես։ Մեծը համով օդով ճաշացան գայքում, մյուսը մեծ աղբոր լարվածներ վերնաուտում, սա ճանկատագիր աղբորից չես բախչի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սյուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք, սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան։ Մերսի շատ։ Բայց ոչինչ, որ իմ համար էի պատրաստել։ Վայ, ոչինչ Էլեն ջան։ Երբ ուզում ես խմի։ Գիտես չէ, մեր հարսանիքն եմ պատկերացրել։ Սկզբից կգնանք եկեղեցի, աղունիկ կթռցնենք։ Իհարկե դա դու կանես, որովհետև ես աղունիկներից ալերգիա ունեմ։
Հետո էլ չենք ձգձգի, մի անգամից կգնանք զավ։ Դե մեր կողմից այդքան շատ մարդ չի գալու, մոտավորապես մի 285 հոգի կգան։ Ձեր կողմից ինչքան կգան։ 0 Ժիրո ջան, քանի անգամ եմ ասել, որ մենք միասին լինել չենք կարող։ Չես հասկանում։ Համարդ հասկանում եմ, չեմ ընդունում։ Ոչինչ, աղջիկները տենց են։ Մի 50 անգամ կասես չէ, հետո կասես հա։ Մի 50 անգամ մենակ առաջին աշխատանքային օրս եմ ասել չէ։ Հոգնել եմ արդեն։ Հոգնել ես նստի տաք շոկոլադդ խմի։ Ես էլ գնամ Իվանի աշխատասենյակի ցուցանակը պոկեմ, վրեն գրեմ Ժիրոյի աշխատասենյակ։ Գիտես չէ հիվանդա խեղճը։ Շատ թուլամորտ տղա դուս եկավ, շատ։ Չպաչեմ։ Ախպերս պետք է աստարուժի ունենք։ Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ, որ ուզում են ինձ խփեն։ Դու քեզով կարա խփի, քեզով որ խփի կելես դրանց գլուխները կջարդես։ Բան չասի ախպեր, բայց կոնկրետ մոմենտ է։ Պիկասոյի մարդիկ են ուզում ինձ խփեն։ Պետք է անենց անենք, վրցնե դրանց ձեռքից վերցնենք։ Հասկացա մեծ աղբեր, ես հեսա տղեկի խաբար անեմ զբաղվենք դրա հարցում։ Ես ամեն դեպքում Մարգարիտային ուղարկել եմ Դուբայ։ Ապահովության համար, չնայած ուզում էի տուն ուղարկեի։ Բայց կազես Դուբայ ավելի լավ, ավելի ապահով է։ Այդտենց ախպետ է, մտնում ես դեմի ռեսուան, չև դրանց գտնեք։ Դա ախպետ, ապով։ Սեբաստիան ջան, Ելեն։ Սեբաստիան, ես քո խորհրդի կարիք ունեմ։ Կօգնես։ Հելեն ջան, ինձ էլ վերաբերմունք է պետք պահպարակի տեսքով կօգնես։ Ես պատրաստ եկել եմ էսկիմոյի տեսքով։ Merci Hélène, tu es très gentille, merci. Maintenant, հիմա դու ունես ուղիղ մեկ րոպե։ Եթե դրանից երկար տևի, պիտի միատել պահպարակ բերես։ Սեբաստիան, այս ժիրոն ոնց որ երկկողմանից կոչ լինի։ Կպելա ու փոք չի գալիս։ Էլ չգիտեմ ոնց ասեմ, որ ես իրան չեմ սիրում, որ հանգիստ թողնի ինձ։ Pas de problème. C'est trop simple. Դա շատ հեշտ լուծվող հարց է։ Իրեն ասա, որ դու ուրիշ տեսակ տղաների ես սիրում։ Par exemple, օրինակ, այս ձևի տղաների։ Brutal, արտանդամ, վախենալու։ Որ հենց հիմա քեզ է կանչում։ Բարև ձեզ, պարոն բարոն, ինչ կցանկանաք։ Ինձ մի հատ մարտինի պահպանակ բերեք։ Իսկ որից կցանկանաք, կոն, էսկիմո, սենդվիչ։ 1 կիլո։ Երևի նկատի ունեք մեկ բաժին։ Ես ինչ նկատի ունեմ, հետ էլ ասում եմ։ Նեկա քանի բաժինը բերեք 1 կիլո չափ ուտելու։ Ավելա մի անգամից բերեք 1 կիլո։ Լավ, հիմա բերեմ։ Եթե քչություն անիք, ասեք էլի կբերեմ։ Ալվարդ, ես ավելուկի ու սոխիջուրը հաստատ օգնելու, Հա, լսի, խմի, դա շատ օգտակար է։ Այդ ավելուկը որ խմում է, սենց վիրուսները լորելով իջնում են։ Իսկ այդ սոխաջուրը նրա համար է, որ վիրուսները իջնեն սենց կրունկներիդ։ Բա այդ վիրուսները ոտքերից ոնց է դուրս գամ։ Բա քեզ թվում է այդ հացախով նասկիները ինչի ես հագե։ Իմ կարծիքով, քո մեթոդները նպաստում են վիրուսների զարգացմանը,
որովհետև տակությունս արդեն 38 կեսա բարձրացել։ Լսի է, դա շատ լավ է, դա նշանակում է իմ մեթոդները օգուտ են տալի։ Դրա պատճառով վիրուսները ասես կատաղի կարմրել են։ Դրա համար էլ տակությունը բարձրացել է։ Ինչ լավ է նորմալ ուտելու բան կա, թե չէ արդեն ես ավելի կա ջրից ու սոխաջրից զազվեցի։ Նստի տեղդ, այս սարձելկաները քեզ չի կարելի։ Ես հեսա քեզ վարունգ եմ խաշում յոդաջրի մեջ։ Մտեք։ Ասա Ժիրո, ինչի ես կանչել։ Լավ է։ Հիասքանչը։ Իմ տեսած ամենալավ նկարն է։ Իսկ ով է հեղինակը։ Սալվադոր Դալին։ Ֆրիդա Կալոն։ Վինսենտ Վան Գոգը։ Էլ ինչ ճանաչեցիր։ Ես եմ։ Հեսա որ ամուսնանանք, քո նկարն էլ կախելու եմ կողքը, տակնել գրեմ ռեստորանի առաջին տիկին։ Բայց մի բան սխալ ասեցիր։ Ոչ թե հեսա կամուսնանանք, այլ եթե ամուսնանանք։ Գրվում եմ, որ ինձ հակաճառում ես, անա տաչ եմ։ Ժիրո, դու ընկալման հետ խնդիր ունես։ Չես հասկանում, որ դու իմ ճաշակով չես քանի անգամ ասեմ։ Իմ ճաշակով ուրիշ տղաներ են։ Օրինակ, հաղթանդամ, վախենալու, բրուտալ։ Լավ, իսկ մի հատ հարց կա ինձ կօգնես։ Եթե էլի ասելու ես արի ամուսնանանք, կներես, բայց չեմ կարա օգնեմ։ Չէ, ամուսնանալը հեչ։ Էդ ես կգցեմ տեղը։ Մի հատ նվերքարտ ունեմ։ Հեսա, չգիտեմ ինչ անեմ։ Ասում եմ արժի կաբինետի համար նոր հեռախոս առնեմ, թե էս հինը լավ է։ Չէ, այս հինը քեզ շատ է սազում։ Ակնարկը հասկացա։ Ուզում եմ որ իրան նոր հեռախոս առնեմ։ Ալմատ, մեր տանը փոքր բան կա չկա։ Կա, բայց սրանք ավելի լավ են օգնում։ Ալբուժիշ կանչենք էլի, քո մեթոդները մեջ կստավաս։ Վիրավորում ես Իվան։ Հիմա քո դուրը կգան ասեի արի գնանք ուրիշ ռեստորան, քո ռեստորանի փոխարեն։ Քուչունս բարձրակվա։ Ոչինչ, դիմացի, հեսա այս վիրուսը գալու է այս բանկայի մեջ ընկնի։ Ես ես են զակատան է, որ էլ ոչ մեկ չի հիվանդանա։ Ես չոտա գալի տնից։ Քո համար բուժիչ ճաշ եմ սարքեմ մողեսի ու չիչխանի յուղով։ Մեր տանը մողեսի յուղ կա։ Հա, մամաս էր օժիթիս հետ դրել։ Լավ, սրանք դիր, դու նստի, ես հեսա քեզ բերեմ։ Չեմ ուզում, սովար չեմ։ Հո դու երեխա չես, լավ է, բաց, եկավ, ճաշիկը եկավ, ամա։ Կշտացաք, թե էլի կցանկանաք։ Нет, милашка, ես ճաշին 4 կիլոից ավել չեմ ուտում։ Սիրուն ջան, ինչ ես ում քեզ ասեի։ Կարող է այսօր երեք ես տարածքում կասկածել եմ մարդկանց դեմքեր տեսած լնաս։ Չէ։ Իսկ հիմա Հիմա ավելի լավ է, բայց մեկա չէ։ Ուրիշ ինչ-որ բան կցանկանաք։ ես շատ եմ ուզում դու ես քաներ ու շատ լնաս։ Ես կասկածելի մարդիկ տնաս, վտանգավոր ես տարածքում։ Ես տեղյակ բայես։ Красавица моя։ Շատ շնորհակալ եմ կոմպլիմենտի համար։ Միրոն ասում է բարև։ Ժիրոին տեսել ես։ Իրա կաբինետում է։ Ժիրոն կաբինետ ունի։ Որտեղ է։ Իվանի կաբինետում։ Այո։ Ընկերս հասավ իր նպատակին։
Հաշիվը խնդրեմ։ Հիմա կբերեմ։ Միրոն Շիրոյին շնորհավորում եմ տնօրեն ինքնահռչակվելու կապակցությամբ։ Հուրրա, հուրրա, հուրրա։ Լավ, Միրո, զուսպ։ Լսի, կարող է դու իմանաս, տնօրենը կլորոյով է գրվում, թե փայով։ Տնօրենը ոնց ուզում է, տենց է գրում է։ Իրան ոչ մեկ չի կարող արգելի։ Ասենք էդ էլ ճիշտ ես։ Բերել ես։ Բայց մի հատ վատ նորություն ունեմ։ Իվանը հետ է եկել։ Չէ։ Ուղղակի ես աչքերով ու ակաժներով լսել եմ, թե ոնց է բարոնը Էլենին խոսացնում։ Էլենը դեմ չէր։ Հələ դու այդ բարոնին նայի։ Էլենից վրա աչք ա դրել։ Հեսա աչքերն էդ կտրեմ դնելու բան չունենա։ Հաստորեն Էլենը, որ ասում էր բրուտալ տղամարդիկ են իրան դուր գալիս, բարոնի հետ էր։ Միրո, հայտարարում եմ ռազմական դրություն։ Լսում եմ։ Կամաց, Միրո։ Վատակո։ Լսում եմ։ Թուրը կամաց կհասկանան ցածր զուսպ։ Լսում եմ։ Վայ, մամա ջան, ես քեզ ասում եմ, ամեն ինչ փորձել եմ, էլ սոխաջուր եմ տվել որ խմի, էլ նասկիներն եմ քացախի մեջ դրել։ Հիմա էլ վզին սխտորներով վզնոց եմ կախել, ոչ մի բան չի օգնում։ Էս Իվանի ջերմությունը ոնց որ բիթքոին լինի, անընդհատ բարձրանում է։ Հա։ Լսի, այդ մեկը չի հասկացել, որ կարելի է անել։ Լավ, մամ ջան, հեսա փորձենք։ Լավ։ Իվան, հանվի պարկի։ Տակություն ես բարձր, ինչերի մասին ես մտածում դու։ Իվան, սխալ ես հասկացել, յոդի վանդակներ պետք է անեմ, մեկու մեջ էլ վանդակները մարգանցովկայով ներկեմ, մաման ասե։ Հալվարդ, լավ չի շտապօգնություն կանչենք։ Լսի, որ շտապօգնություն կանչենք, գալու ենք ես սենց վիճակում չկարողանան օգնեն, ստիպված պետքա պրոֆեսորին զանգեն, հենա մամաս ասեց էլ ինչ պետք է անենք։ Այսինքն, մարդ, որ 9 տարի սովորել է բժշկականում ու աշխատում է շտապօգնությունում չի կարողանալու բուժի, մոմոտ, որ մի անգամ ա եղել բժշկական համալսարանում են էլ բուֆետում ինքը բուժելու է։ Դու չկասկածես իմ մամայի ունակությունների վրա, Գերմանիայի լավագույն բժիշկները վիրահատության ընթացքում, որ չգիտեն ինչ անեն, վայբերով զանգում են մամայիս, որ ինքը ասի ինչ կտրեն, որ բուժեն հիվանդին։ Դրա համար քեզ պետքա յոդով կլետկաներ անենք, որ բուժվես։ Բարի ախորժակ։ Սեբաստիան։ Oui. Պարլուս։ Մի հատ թավատուր։ Ինչ tabac? Ամուր։ Et voilà, un mot tabac. Non, est-ce qu'il ne pas de Քյալա։ Oh là là. Ինչ է այստեղ կատարվում։ Դու սուս մնա քո հետ տանը կխոսա։ Սաղդու ես նեղում։ Նա։
Լավ եք ուտում։ Շատ ճիշտ բան եք որոշել, շատ։ Աստորեն դու ես Պիկասոյի ուղարկած մարդը։ Ես։ Չէ, բարոն ջան։ Շիրիկ սա շելավ։ Վայ։ Բարոն ջան, ես Չեմ ուզում քեզ իմ տարածքի մեջ խփեմ, ստե արու թափեմ։ շատ ճիշտ բան ես։ Բարոն ջան, չէ, էլի դուրսը լիքը մարկա, խնդրում եմ ամոթակոն է տանը, ուրիշն է։ Բարոն։ Բարոն, խնդրում եմ էլի։ Բան չես անի, չէ կատակ ես, չի անի։ Բարոն։ Գլխիդ մի հատ տանցք բացեմ։ Թող ուղղդ մի հատ սկվազնագից մրսի։ Ինչի՞ բան, ես որ թիվնա, բարոն, սազեց քեզ։ Ով ա տես բանանում, խնդրում եմ էլի, բարոն, աղաչում եմ։ Լավ ծնդ կդրի։ Դե ուղիղ դիր, գոնե ուղիղ դիր, այս ես նայ, աչքերիս այս հենց երանգ։ Միրո ես որտեղից։ Բարոնի գրպանից եմ գողացել։ Սեբաստիան, Պետք է տանենք իմ կաբինետ ու վնասա զերծենք։ շուտ զանգի Իվանին, ասա թող գա։ Դու դե սուիտ։ Արա, ասա մի քիչ կերելի, չգիտես մի օր քաշ ենք տալու տանենք իմ կաբինետ։ Լսի, մեր ծանոթ էվակուատոր շիկա, զանգեմ գատանի։ Միրո լավ էլի ինչ ես խոսում, շուտ արա։ Պետք է վնասա զերծենք։ 2 կոպեկն ես ափսոսում։ Միրո, տար իմ կաբինետ ու կապի։ Լսում եմ։ Սպասում ենք սիրով շիրով Իվան Արտնացրու։ Արա քանդեք ձերերը, սարակ սպանեմ արա։ Ձերներդ կապած ա ասում ես կսպանեմ։ Քանդենք, որ իսկականից սպանես։ Ինչ է ուզածրետ, ինչ եք ուզում արա։ Ուրեմն մեզ պետք է մի միլիոնած վերտալյոտ ու $1 Լավ դրա թարսը։ Մեզ պետք է մի միլիոն Միրո։ Մի րոպե տեղ չգնաս։ Մեզ պետք է $1 միլիոն ու մի վերտալյոտ։ Բայց քանի որ սա կինո չի, ուշադրի լսի քեզ ինչ եմ ասում, բարո։ Ես մի բանը մի անգամից ավել չեմ սիրում կրկնել։ Ու փոքրուց է տենց եմ, փոքրուց։ Էն Միրո։ Դասատուն ինձ ասում էր կրկն ինչ եմ ասեմ։ Որ ասում եմ չեմ սիրում, այդ ցավը տանեմ, կրկնել չեմ սիրում։ Ինչ եմ ուզում ասեմ։ Էլենը իմ կինն է։ Էլենից հերո ես մնում։ Ճիշտ է, մենք հələ համաձայնություն չենք ստացել, բայց ոչինչ, այդ քեզ չի վերաբերում։ Ինչ Էլեն։ Էլեն իմ ճաշակով չի։ Չեմ հավանում ես Էլենին։ Դու մի բառանն եք ես դες բան ասել։ Շիրո բարան ինչ անի շալակ։ Ոչխար։ Մերսի։ Այդ Միրոյին ասիր ոչխար։ Լրրագել գուստե։ Իվան, ստե ինչ ա գրած։ 50 աստիճան։ 40 40? Դու շատ լավ ա։ 45 դոլար։ Որ 41 չի, էտա լավ, էտե քո շնորհակալությունը։ Շնորհակալություն։ Իսկ կարամ իմանամ ինչ ես դիմակով։ Իվան, ճիշտ ասած վրայիցդ այնքան անտանելի հոտ ա գալիս։ Կներես էլի, վերջին անգամ եփես լողաց է։
Սախքո սախտորա սիբեղը սոխա ջրերից Իզուր քեզ լսեցի Պիտի շտապօգնություն զանգեի Շտապօգնությունից զանգել են իմանան ինչի չեմ զանգում Չէ, Սեբաստյանն Սեբաստյան Իվան շուտ հասի ռեստորան, իդեր գուխելագորները մարդ է սպանել Ես պետքա շուտ գնամ ռեստորան Արեց ուզում եք զի խփեի կարա։ Լարակի մեջ շինգա չկարեք։ Վայ, ինչի համար։ Որ ջոգեմ եմ դեմից խփում։ Դավայ։ Ախր Չինգաչունգից վատ եմ, գոնե ցելակցենք էլի։ Ես դա կայ մտեք, նմարա։ Ամիսակ։ Գտել եմ այդ կիլլերինով ուզում էր քեզ խփել Դիմացի շենքի կռիչներ Քովերը կրակեն ու պային բախտդ բերեց ընկար գետնի Ես հիմա սրան ինչ անեմ, շենքից գցել Չես սպասի։ Կամ գլխից խփեմ նոր կգցես։ Լավ, դավայ։ Բարոջը, ինչ են արել սանորմալները Որա բան ես արի։ Աստորեն ստացում որ կյանքս փրկել եմ։ Ես անգամ բախտերդ բերեց, բայց մյուս անգամ առիթ կանի ես ես գյուլեմ։ Վայ, իհարկե, երբ հարմար է, երբ պետքա մենք միշտ այստեղ ենք մեծ հաճույքով։ Ես զենքերը թողում ստե։ Անգամ ձեր շտակ։ Հետին վրա։ Իվան, դու եմ մեկ լողացի, թուր խաջաշի կանալիզացիա ունես։ Սիրով։ Տեսար միրը ոնց հախից եկավ։ Թողեց ու փախավ ստեղ։ Ապրեսին քաջ ընկեր։ Դու իսկական ընկեր ես։ Իսկ հիմա ասնենք քեզ։ Իվան, դու չգիտես, որ իմ սենյակ մտնելուց առաջ դուռը ծեծում են, լողանում են, հետո են գալիս։ Ոպոչո, ինչի սրա տեղը մի հատ շամպուն չէիր բերում, մինչև վերջ կամեի ու տանեի շպրտեի, Արա լավ, մի վախեցի, չեմ կրակում։ Կպավ, չի կպ,